Თ. Անհավատարմության հայտնությունը։ Թագուհին ընդհատեց խոսքը մի քանի վայրկյան, կամենալով կարծես յուր աշխույժը չափավորել և ապա նորեն եռանդով շարունակել. Այո, Սեդա, դու իրավունք ունիս։ Արդարև կարելի է անցյալ քաղցրությունները հիշելով մոռանալ մի փոքր ներկայի դառնությունները։ Եվ ինչպես սիրելի է ինձ այժմ անցյալը։ Մտաբերում եմ այն երջանիկ վայրկյանը, երբ առաջին անգամ ներկայացա թագավորին։ Նա նստած էր այդ ժամանակ դղյակի մեծ դահլիճում, շրջապատված յուր ավագանիներով և իշխաններով։ Բոլորն էլ ինձ էին սպասում։ Հենց որ հորս հետ դահլիճի դռներում երևացի, թագավորը իսկույն բարձրացավ աթոռից և ինձ դիմավորելով վայելչաբար ողջունեց։ Անշուշտ շառագունեցի ես, որովհետև երեսս սկսավ այրվել։ Ախ, ինչպես լավ եմ հիշում այդ վայրկյանը։ Հայրս հանձնեց նրան իմ ձեռը, ասելով. «Ահա արքա, իմ դուստրը և քո հարսնացուն»։ Թագավորը ուրախ և ժպտադեմ առավ իմ աջը, ջերմությամբ համբուրեց և առաջնորդելով ինձ տարավ մինչև յուր գահույքը, որից քիչ հեռու պատրաստված էր ինձ համար ծիրանիով ծածկած աթոռ։ Իշխաններ, ներկայացնում եմ ձեզ ձեր ապագա թագուհուն, հանդիսավոր եղանակով ասաց թագավորը, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե թագավորը, կեցցե թագուհին»։ Հետո բոլոր իշխանները մոտեցան և ողջունեցին ինձ ավագության կարգով։ Այդտեղ էին, Սեդա, ինձանից մերժված բոլոր իշխանները։ Ինչպես կամենում էի, որ այդ րոպեին լինեի ես աշխարհի միակ գեղեցկուհին, և ամենքը հիանային ինձնով և ասեին, թե հայոց թագավորը ընտրել է արդարև յուր անվան արժանի հարսնացու։ Դու գեղեցիկ էիր, ինչպես ավետաբեր քերոբեն։ Եվ ուրախ էի, որ չէի ամաչեցնում իմ փեսային։ Այո, նա հայտնել էր մարզպետունի իշխանին, թե երջանիկ է համարում իրեն, որ դու գեղեցկությամբ գերազանցում ես Աբասի ամուսնուն։ Աբխազիայի մեծ իշխանը, ասել էր թագավորը, այլևս չի պարծենալ, թե յուր դուստրն է միայն հայոց արքունիքի զարդը։ Երբ պսակի ժամանակ եպիսկոպոսը առնելով իմ ձեռը տվավ արքային, ես բարձրացրի աչքերս և նայեցի նրան։ Ինչպես վեհաշուք երևաց նա ինձ այդ րոպեին, և ես որքան նրանով բարձրացած։ Ահա վերջապես մարմին առան իմ հույսերը, ես երջանիկ եմ, մտածում էի ինքս ինձ, և ապա հանդուգն մտքեր հղանում. Սա, այս Աշոտը, այս երկաթի թագավորը իմն է, ոչ ոք այլևս չի կարող խլել նրան ինձանից։ Մենք արդեն պսակվում ենք, մեր միության դաշնագիրը վավերանում է աստվածային կնիքով։ Զոր Աստված զուգյաց մարդ մի մեկնեցցե, ասում է եպիսկոպոսը։ Բայց այսօր, Սեդա, ես զրկված եմ նրանից, նա այլևս իմը չէ։ Ինչպես դառն է հավատալ այդ ճշմարտությանը։ Բայց չէ որ Աստված մեզ զուգեց, ով եղավ բաժանողը, ինչպես դա պատահեց։ Ասա, Սեդա, ասա, չէ որ դու էլ դա գիտես, չէ որ խոստացար պատմել, խոսիր։ Սիրելի թագուհիս, ես շատ բաներ քեզ պատմեցի։ Ոչ, դու ինձ չպատմեցի, թե ինչպես սկսվեցավ մեր դժբախտությունը, չէ որ նախկին կայծերի հրդեհը մի հայտնի պատճառից բորբոքվեցավ։ Այո, պատճառը դարձյալ մեր թշնամին եղավ։ Ո՞վ։ Յուսուփը։ Ինչպե՞ս։ Հիշում ես, որ ձեր հարսանյաց օրերը նա մեծագին ընծաներ ուղարկեց թագավորին։ Այո, արքայական թագ, ականակուռ սուր, Արաբիայի ոսկեսար նժույգներ և ուրիշ շատ թանկագին զարդեր։ Այլև մի մեծ գունդ հագարացի հեծելազոր իբրև արքունական բանակի սատար։ Այո, Սեդա, հիշում եմ։ Ի՞նչ էր այդ բարեկամության նպատակը։ Դե ասում էին, որ Յուսուփը Պարսկաստանին ինքնագլուխ տիրելու համար կամենում է Ամիրապետից ապստամբել, և որովհետև այդ ժամանակ հայոց թագավորը հաջողության մեջ էր, Հունաս կայսրը դաշնակից էր նրան, հայոց իշխանները միաբան էին հետը, հաշտվել էր նա մինչև անգամ Գագիկ արծրունու հետ,
իսկ նրա միակ թշնամին, Աշոտ բռնավորը չարաչար հաղթելով, փախել էր դվին, ահա այդ պատճառով կամենում էր նա թագավորի բարեկամությունը վաստակել։ Եվ մեր հարսանիքը հարմար առիթ եղավ նրա համար։ Յուր այդ հարուստ ընծաներով արդարև Յուսուփը թագավորի սիրտը շահեց։ Բայց տես, թե այդ ընծայաբերության մեջ ուրիշ ինչ գաղտնիք էր թաքնված։ Հագարացած ոստիկանը հարկավ հայոց թագավորի հաջողության ցանկացողը չէր, սակայն խնդրում էր նրա բարեկամությունը, որովհետև այդ միջոցին հաջողության մեջ էր Աշոտ երկաթը։ Բայց այն հեծելազորը, որ Յուսուփը ուղարկել էր թագավորին, իբր նրա բանակին օգնություն, պատճառ դարձավ մեծ դժբախտության։ Թագավորը չէր կամենում համբերել Աշոտ բռնավորի ապստամբական շարժումներին։ Ուստի երբ հարսանյաց տոները վերջացան, նա որոշեց գնալ դվին և հալածել նրան մայրաքաղաքից։ Եթե հիշում ես, այդ մտքին հակառակ չէր Սահակ իշխանը։ Ուստի նրանք միասին բանակ կազմեցին։ Արքայական զորքին միացրին գարդմանացի գնդերը և Յուսուփի հեծելազորը, և այդ միացած ուժերով դիմեցին դվին։ Կաթողիկոսը սակայն ընդդեմ էր այդ կռվին, ուստի շտապեց պատերազմն արգելելու, չէ որ երկու կողմից էլ հայ զորքերը պիտի ջարդվեին։ Վեհի բոլոր ջանքերը հաշտեցնելու հակառակորդներին անցավ ապարդյուն։ Թագավորը մի կողմից յուր ուժի վրա վստահացած և մյուս կողմից, ասում են, քո եղբորից Գրիգոր իշխանից գրգռվելով, սկսում է պատերազմը։ Բայց որովհետև Յուսուփը դեռ գաղտնի բարեկամ էր Աշոտ բռնավորին, ուստի նրա զորքերը, համաձայն իրենց զորավարի թաքուն հրահանգի, դավաճանեցին թագավորին։ Կռվի ամենատաք ժամանակը նրանք թողեցին ճակատը և թիկունք դարձնելով փախան։ Այդ հանկարծական դիմադարձությունը շփոթել էր թագավորական զորքերին, որով նրանք բռնավորից չարաչար հաղթվեցան։ Ահա Յուսուփի խարդախության շնորհիվ ստեղծված այդ անհաջողությունը եղավ պատճառ, որ թագավորը նոր պատերազմ սկսելու պատրաստություններ տեսավ։ Նա օգնական զորք բերել տվավ Աբխազած իշխանից, ապա մեծ բանակ կազմեց սեփական զորքերից։ Մտադիր էր ահավոր կռիվ սկսել հակառակորդի հետ։ Բարեբախտաբար, այս անգամ կաթողիկոսը կարողացավ յուր աղերսախառն թախանձանքներով համոզել նրան և հաշտեցնել բռնավոր հակառակորդի հետ։ Սեդա, այդ բոլոր պատմածներդ ինձ հայտնի են, բայց դրանք կապ չունեն իմ դժբախտության հետ։ Ընդհակառակը, թագուհիս, շատ մեծ կապ ունեն։ Ինչպե՞ս։ Հապա թագավորի այս անհաջող ընդհարումը եղավ պատճառ, որ ուտիքում վերակացու կարգված Մովսես իշխանը ապստամբեցավ թագավորից։ Եվ հետո թագավորը և Սահակ իշխանը գնացին միասին նրան նվաճելու։ Եվ նվաճեցին։ Թագավորը կռվի մեջ արդեն սրով կիսել էր նրա գլուխը և վերջը աչքերը հանել։ Այո, բայց Մովսես ապստամբի փոխարեն նա ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ Ամրամին։ Ցլիկ Ամրամին։ Այո, հիշում եմ։ Ուրեմն այդտեղից սկսվեցավ, հա։ Թագուհին մի անհանգիստ շարժումով մի կողմ հրեց բարձերը և մահճի մեջ ուղիղ նստելով աչքերը հառեց դայակի վրա։ Սեդան ոչինչ չէր խոսում։ Ըստ երևույթին նա աշխատում էր փախուստ տալ նոր մերկացումներից, որովհետև վախենում էր, չլինի թե թագուհին նորից վրդովվի։ Սեդա, ինչու լռեցիր, խոսիր, հարցրեց թագուհին։ Դե, չգիտեմ էլ ուրիշ ինչ խոսեմ, աղջիկս, պատասխանեց դայակը տխուր ժպտալով։ Ասացիր, որ թագավորը ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ Ամրամին, այնպես չէ։ Այո։ Ինչու անպատճառ նրան և ոչ մի ուրիշին։ Դու ինչ գիտես այդ մասին, Սեդա, խոսիր, խնդրում եմ։ Դե ասում էին, որ Ամրամի մասին բոլորն էլ գովեստով էին խոսել թագավորի հետ։ Այո, նա հուժկու և զորավոր մարդ է, և հենց յուր զորության համար էլ նրան Ցլիկ են անվանում։ Բայց մի՞թե միայն այդ էր պատճառը։
Սեդան լուռ էր։ Պատմիր, ինչ որ գիտես առանց մի կետ թաքցնելու, Սեդա, հրամայեց թագուհին այնպիսի խիստ եղանակով, որ Սեդան այլևս հապաղել չհամարձակվեցավ և պատմեց նրան հետևյալը. Մովսեսի ապստամբությունը ուտիքում ճնշելուց հետո եղբայրդ Գրիգոր իշխանը վերադարձավ գարդման միայնակ առանց մեծ իշխանի։ Մորդ հարցին, թե ուր մնաց Սևադա իշխանը, նա պատասխանեց, թե թագավորի հետ միասին պիտի գնա Երազգավորս թագուհուն տեսնելու։ Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ մեծ իշխանը 2 օրից հետո վերադարձավ նույնպես գարդման, վերին աստիճանի տխուր և հուսահատ։ Իշխանուհին շատ անհանգստացավ, կարծելով, թե որևէ մի տխուր լուր է առել նա քեզանից։ Բայց իրեն իշխանին սիրտ չարավ բան հարցնել, որովհետև ինչպես գիտես, հայրդ սովորություն չուներ յուրտխրության մասին բացատրություններ տալ մարդկանց, և շատ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր հարցեր անել նրան դրա համար։ 2 օր շարունակ իշխանը դղյակից դուրս չեկավ։ 3-րդ օրը գաղտնի խորհուրդ ուներ մորդ և եղբայրցդ հետ։ Այնուհետև համարյա բոլոր տունը տխրեց։ Այդ հանգամանքը անհանգստացնելու չափ ինձ հետաքրքրեց։ Սակայն իշխանուհին, որ ինձանից ծածուկ ոչինչ չուներ, հայտնեց շուտով իրենց տխրության պատճառը։ Իմ սահականույշը Սեդա դժբախտացավ արդեն, ասաց նա ինձ մի օր։ Ինչու՞, հարցրի ես զարմանալով։ Ամուսնուս գործ դրած նախազգուշություններն ապարդյուն անցան, ասաց նա տխրությամբ։ Իշխանը կարծել էր, թե Սևորդյաց օրիորդին ցլիկ Ամրամի հետ ամուսնացնելով կջնջի արքայի սրտից նրա սիրո հիշատակը, բայց չարաչար սխալվել է։ Նախկին սիրո կայծերը սկսել են արդեն Երևան գալ և գուցե հրդեհ առաջացնեն։ Ինչպե՞ս, վախենալով հարցրի ես։ Մովսես ապստամբի նվաճելուց հետո թագավորն իջել է Սևորդյաց ձորը զորքին հանգստություն տալու։ Այդտեղ դիմավորել է նրան ցրիկ Ամրամը Սևորդյաց իշխաններով և ապա հրավիրել թագավորին յուր ամրոցը Տավուշ։ Սևադան աշխատել էր, որն այդ հրավերը չընդունե, որովհետև գուշակել է գարիկ դժբախտությունը, բայց յուր ջանքն ապարդյուն է անցել։ Ասում է, թե թագավորը, որ մինչ այն շտապում էր թագուհուն տված յուր խոստումը կատարելու, այն է նշանակած ժամանակին Երազգավորս վերադառնալու։ Սիրով ընդունեց Ամրամի հրավերը և գնաց Տավուշ։ Իսկ հետո, հարցրի ես, իշխանն ընկերացել է նրան, շարունակեց մայրդ։ Եվ ահա թե ինչ է պատմում. այնտեղ էր, ասում է, արքայի նախկին սիրելին, ցլիկ Ամրամի կինը։ Սա ինքը դիմավորեց թագավորին ամրոցի դռների մոտ։ Այնպես գեղեցկացել և հրապուրիչ էր դարձել, որ անկարելի էր տեսնել նրան և չհիանալ։ Երբ առաջին անգամ հանդիպեց թագավորին, ես տեսա, թե ինչպես նա այլայլվեցավ և շառագունեց։ Նայողները կկարծեին, թե ամաչելուց կամ թագավորի ներկայությունից ճնշվեցավ, բայց ինձ հո հայտնի էր պատճառը։ Իմ փորձված աչքերից, ասել էր հայրդ, չթաքնվեցավ նույնիսկ թագավորի հուզմունքը։ Ամրամի կինն այդ վայրկյանին այնքան հրապուրիչ էր, որ ես չէի զարմանալ, եթե թագավորը գրկախառնվեր նրա հետ։ Ես պարզ տեսա, որ նախկին սիրո կայծերը ցոլացին երկուսի աչքերումն էլ, և նրանց խորհրդավոր հայացքները հասարակ աչքերի համար աննշմարելի մտքեր հաղորդեցին միմյանց։ Բայց թագավորը կարողացավ զսպել իրեն։ Նա այնուհետև այլևս իշխանուհուն չէր նայում։ Եվ երևի ցլիկ Ամրամը նեղանում էր, որ յուր տիկինը թագավորի ուշադրությունը չէր գրավում։ Սակայն շուտով իմ կասկածները մարմին առան։ Թագավորը, որ մտադիր էր ուտիքի վերակացությունը հանձնել իմ որդուն Գրիգորին, հանկարծ միտք հղացավ այդ իշխանությունը տալ ցլիկ Ամրամին։ Ես չհակառակեցի նրա այդ դիտավորությանը, որովհետև պարզ տեսա, որ գեղեցիկ իշխանուհու մի լուռ հայացքն ավելի շատ բան պիտի ասեր և ավելի շատ համոզեր նրան, քան իմ ճարտարախոսությունը։ Հետևյալ առավոտ թագավորը ստորագրեց ուտիքի իշխանությունը Ամրամին հանձնող հրամանը։
Իշխանուհին անձամբ եկավ արքային յուր շնորհակալությունը հայտնելու, զրահավորված յուր բոլոր գեղով և կանացի գրավչությամբ։ Ինչ վերաբերում է ցլիկ Ամրամին, ուրախությունից քիչ էր մնում թագավորի ձեռքերը համբուրեր։ Նույն ավուր երեկոյան ես հիշեցրի թագավորին թագուհուն արած յուր խոստումը երազգավորս դառնալու մասին, և զարմացա, որ նա հայտնեց, թե ցանկություն ունի 2 օր ևս տավուշ մնալու, որպեսզի կարգադրություններ անե ուտիքի մասին և կարևոր հրահանգներ տա ցլիկ Ամրամին։ Ես այլևս չէի կարող մնալ այդտեղ, ասում էր իշխանը, և հանդիսատես լինել, թե նախկին սիրահարները ինչպես են նորոգում իրենց բարեկամությունը։ Ուստի վեր կացա և եկա այստեղ, որովհետև երազգավորս գնալու այլևս սիրտ չէր մնում։ Ինչ երեսով երևայի ես իմ աղջկան, Սահականույշին, և ինչպես արդարացնեի թագավորի տավուշ բերդում ուշանալը։ 2 օրից հետո մեծ իշխանը կանչեց ինձ և ասաց. «Սեդա, իմ դուստրը և քո սահանույշը միայնակ է, այսուհետև նա ավելի կարոտ է քո խնամքին. պատրաստվիր վաղը և ետ ճանապարհվել Շիրակ»։ Ես ուրախությամբ համաձայնեցա, որովհետև ոչ մի պաշտոն չէր կարող ինձ համար ավելի սիրելի լինել, քան իմ թագուհուն ծառայելը։ Իշխանն արդեն իմացել էր, որ մայրդ պատմել է ինձ ամեն բան, ուստի ճանապարհվելուս ժամին կանչեց ինձ իշխանուհու մոտ և ասաց. «Սեդա, դու արդեն գիտես, թե ինչ վտանգ է սպառնում իմ դստեր ընտանեկան երջանկությանը։ Նա դեռ երիտասարդ է և կարող է յուր վարմունքով շտապեցնել վերահաս վտանգը։ Գնա և հսկիր նրա ամեն մի քայլին, դու փորձված և կյանքը ճանաչող կին ես։ Աշխատիր, որ քո թագուհին զինված լինի միշտ կնոջ ամենանուրբ հրապույրներով, որ նրա ամեն մի քայլը, խոսքը, հայացքը սեր զարթեցնե յուրամուստու մեջ և մոռացնել տա նրան Ամրամի կնոջ հրապույրները, նրա դյութող և կախարդող աչքերը։ Ճշմարիտ է, արհեստական միջոցներով դժվար է սեր զարթեցնել, բայց նույն այդ միջոցներով կարելի է հանգցնել հին սիրո կայծերը կամ արգելել նրա բոցավառվիլը նորից։ Պսակը չի ապահովում ամուսնու սերը, և ամուսնացյալները չպետք է երբեք բարձի թողի անեն միմյանց սիրելի լինելու և շարունակ միմյանց հրապուրելու միջոցները։ Ամուսնական կյանքի ընթացքում հարկավոր է շարունակել նույն մրցությունը, որով որ մարդ ձեռք է բերել յուր սիրած անձին, և պետք է շարունակել այդ ավելի եռանդով, որովհետև բնությունը մարդուն ստեղծել է այնպես, որ ցանկալի նպատակին հասնելուց հետո դադարում է այլևս նույն նպատակով գրավելուց և ոգևորելուց։ Եվ ահա հենց այս ժամանակն է, որ փորձությունը վրա է հասնում։ Քո թագուհին այս բաները չգիտե և երանի թե երբեք էլ չփորձե։ Նա արդարև սիրում է անկեղծությամբ և հենց այդ պատճառով էլ մեծ հավատ ունի թագավորի վրա, բայց ով որ անկեղծությամբ է սիրում, նա էլ հեշտությամբ այնպիսի սխալ քայլեր է անում, որոնք հեռացնում են իրենից յուր սիրած անձին, մանավանդ եթե վերջինի մեջ բուռն չէ փոխադարձ սերը, կամ էլ պատրաստ կա մի հակառակորդ, որ կարող է հրապուրել նրան։ Շատ անգամ մի անզգույշ խոսք, մի անվայել ծիծաղ, մի կոպիտ շարժում, նույնիսկ հագուստի մի տգեղություն բավական է լինում, որ քեզ սիրող սրտի մեջ կաթե զզվանքի թույնը։ Առաջին կաթիլին հետևում է երկրորդը, երրորդը, և այնուհետև այլևս հեռացող սիրտն անհնար է լինում գրավել։ Այս բոլորը դու գիտես, Սեդա, գնա և պատսպարիր քո սահանույշը վերահաս վտանգներից։ Թագավորի սիրտը սասանած է արդեն, ես դա հաստատ գիտեմ։ Աշխատիր, որ իմ դուստրը վերջին հարվածը չտա։ Իսկ ես իմ կողմից հնարներ կմտածեմ սպառնացող վտանգի առաջն առնելու։ Աղջիկս, ահա այս խրատներով ճանապարհ դրավ ինձ մեծ իշխանը։ Այնուհետև, ինչպես գիտես, ես եկա Շիրակ։ Թագավորն արդեն քեզ մոտ երազգավորսում էր, բայց նա գուրգուրում էր քեզ ջերմ սիրով, դու գոհ էիր բախտից։ Իշխանի հայտնած կասկածները չէին արդարանում։ Գոնե ես ոչ մի փոփոխություն չէի նշմարում թագավորի մեջ, որովհետև նրան միշտ քաղցր և սիրալիր էի տեսնում քեզ հետ։ Բայց երբ նա նույն ամռանը զբոսանքներ պատրաստեց քեզ համար Սյունյաց և Գուգարած լեռներում և ընկերուհիներ կարգեց քեզ Սյունյաց իշխանուհիներին, իսկ ինքը գնաց Սևորդյաց կողմերը, իբր թե ուտիքի մեջ կարևոր կարգադրություններ անելու,
Այն ժամանակ արդեն կասկածը պաշարեց ինձ։ Իհարկե, ես քեզ ոչինչ չհայտնեցի։ Դու այնպես ուրախ ու երջանիկ էիր, որ ոչ մի ապառաժ սիրտ չէր հանդգնիլ կասկածի անմաքուր շնչով քո անարատ հոգին թունավորելու, քո հաստատուն հավատը սասանելու։ Բայց եթե թագավորի սիրտը գրավված էր Ամրամի կնոջմով, այդ բանին ես արդեն հավատում էի։ Այնուհետև թագավորի այցելությունները ուտիքին կրկնվում էին հաճախ։ Դու ոչինչ չէիր կասկածում, բայց մենք, այսինքն ծնողներդ, գարդմանում, իսկ ես արքունիքում, գրեթե հալումաշ էինք լինում։ Վերջերում թագավորի այդ այցելություններն այնքան հաճախ կրկնվեցան, որ արքունիքի կանայք և նույնիսկ արքայի թիկնապահներն ասում էին, թե թագավորը սիրահարվել է սևորդյաց աշխարհի վրա։ Եվ իհարկե, դրանք բոլորը գիտեին, թե ինչու թագավորը հաճախում է ուտիկ, այնպես չէ՞, հարցրեց Թագուհին, գրեթե հուզմունքից դողալով։ Ոչ, կարծեմ միայն 2 հոգի յուր թիկնապահներից։ Ախ, Սեդա, էլ ինչու համար ես ծածկում։ 2 հոգին էլ բավական են 200-ին իմացնելու համար։ Իսկ արքունիքի կանանցից որին էր հայտնի իմ դժբախտությունը։ Աղջիկս այն ժամանակ կարծեմ ոչ ոքի, բայց երբ Աբբաս արքա եղբայրը յուր աներոջ, Աբխազանց Գուրգեն իշխանի հետ միանալով դավադիր եղավ արքային և կամենում էր բռնել նրան կամ էլ սպանել, թագավորը խույս տվավ նրանցից։ Դավադիրները պտրեցին նրան Նախշիրակում և ապա զորքերով դիմեցին երազգավորս։ Անշուշտ հիշում ես, որ մինչև նրանց գալը թագավորը մեզ բոլորիս վերցրավ և շտապով հասցրեց ուտիկ, Սևորդյաց ձորը։ Այդտեղ մենք ամրացանք Տավուշ բերդում, Ցլիկ Ամրամի մոտ։ Ահա այդ ժամանակ մեր տիկիններից 2-ը նկատել էին թագավորի և իշխանուհի Ասպրամի մտերմական հարաբերությունը և բամբասում էին, որն այդ տագնապի ժամանակ մեզ յուր սիրուհու տանն է պատսպարել և ոչ թե սյունյաց բերդերից միմում։ Սեդա, իսկ ովքեր էին այդ տիկինները։ Ասա, ես կամենում եմ անպատճառ իմանալ, հարցրեց Թագուհին։ Մինը մեր շահանդուխտի մայրը, մյուսը, ախ, սահանույշ, Գոհար իշխանուհին։ Եվ նրանք քեզ հետ խոսեցին այդ մասին։ Այո, բայց գաղտնի, մեզանից զատ ոչ ոք չգիտեր այդ բանը, սակայն ես իմ կողմից աշխատեցի ցրել նրանց կասկածները։ Իզուր, դու նրանց աչքերը փակել չէիր կարող, բայց դու, Սեդա, ինչու նույնիսկ այդ ժամին չհայտնեցիր ինձ այդ գաղտնիքը։ Եթե ես գիտենայի, թե ինձանից զատ ուրիշներն էլ են նկատել այդ բանը, այն ժամանակ ես դաշույն կցցեի նախ այդ անզգամի և ապա իմ սիրտը։ Այն ժամանակ Աշոտ Երկաթի իշխանությունը չէր վտանգվիլ, Սահակ Սևադան և յուր որդին չէին կուրանալ։ Ինչպե՞ս, Թագուհիս, միթե դու էլ այդ բանը Տավուշ բերդում իմացար։ Այո, Սեդա, նույնիսկ այն անզգամի ապարանքում մեր այնտեղ հասնելուց մի քանի օր հետո։ Ինչպե՞ս։ Այն օրը, որ մենք հյուր էինք Ամրամի մոտ, և այդ իշխանը գինով ոգևորված մոռացել էր յուր կոչումը և հաճոյական զրույցներ էր անում ինձ հետ եղող իշխանուհիների հետ, հիշում ես, ես հեռացա նրա դահլիճից։ Մի ինչ֊որ տխրություն պաշարել էր հանկարծ իմ սիրտը, չգիտեի ինչով փարատել այն։ Իշխանուհիներից ոչ մեկին չէի կամենում ընկերացնել ինձ։ Ուստի միայնակ ելա և սկսա Ամրամի ապարանքը շրջել։ Հույս ունեի պատահել մի տեղ թագավորին, որովհետև նա առանձնացել էր ոստանից հասած նամակները կարդալու համար։ Մի նրբանցքից անցնելու ժամանակ հանկարծ իմ ականջին հասավ թագավորի ձայնը։ Ես ուրախությամբ դիմեցի դեպի հանդիպակաց դուռը, որ Ասպրամ տիկնոջ դստիկոնն էր հանում։ Այդտեղ լսեցի նրա ձայնը։ Ասպրամին յուր տանտիկնության հոգսերով զբաղված էի կարծում, բայց զարմացա, որ նա այստեղ խոսակցում է թագավորի հետ։ Մի տխուր նախազգացում պաշարեց իմ սիրտը։ Շունչս կարծես բռնվում էր։ Առաջ անցա հուսո և երկյուղի մեջ։ Բացի այն դուռը, որտեղից զրույցի ձայնն էր գալիս։ Եվ ինչ տեսա, Սեդա։ Ախ, ինչպես այդ ժամին ես շնչասպառ չեղա, ինչպես չմեռա։
ասպրամ իշխանուհին Սեդա, թագավորի գրկում, Աստված իմ, այո, իմ Աշոտը, իմ անսահման սիրո և երջանկության թագավորը գրկախառն ցլիկ ամրամի կնոջ հետ։ Ախ Սեդա, զգում ես արդյոք, թե ինչ արված էր սա ինձ համար։ Որ շանթը, որ կայծակը կարող էր մարդկային սիրտն ավելի անողորմ կերպով հարվածել։ Եվ հետո դու ինչ արիր աղջիկս։ Ոչինչ, նրանք երկուսն էլ մեռելի գույն առան։ Իսկ ես համր և անխոս դուրս եկա այդտեղից և ապաստանեցի մոտիկ սենյակներից մեկում։ Այդ երևի այն ժամանակն էր, որ դու հիվանդացար։ Այո, հիվանդացա հենց այդ չարագուշակ դեպքի պատճառած ցավից։ 2 ամիս շարունակ տանջվեցա իմ այդ ծանր վշտի գաղտնի վերքերից Սեդա։ Զարմանալի է, և մեզանից ոչ ոքի չհայտնեցիր։ Չհայտնեցի, որովհետև չկամեցա հայոց թագավորի ընտանիքը կործանել։ Չկամեցա Սահակ Սևադայի դստեր ձեռքով հայոց թագին և գահին անարգանք դրոշմել։ Ախ, ինչու թաքցնեմ։ Սեդա չհայտնեցի, որպեսզի իմ հակառակորդուհիները չուրախանան, որպեսզի հաճախկոտ իշխանուհիները ցնծության տոն չկատարեն և իմ նախկին փեսացուները իմ հպարտությունը չծաղրեն։ Իմ խեղճ տիրուհիս, շշնջաց Սեդան ինքն իրեն։ Եվ սակայն իմ հպարտությունը ինձ չարաչար պատժեց։ Տիրուհիս, Աստված ողորմած է, դու, որ այդպես հերոսաբար տարել ես այդ ցավերը, անկարելի է, որ նախկին երջանկությունը նորեն չճաշակես։ Խեղճ Սեդա, ինչքան բարի ես դու, բայց մի՞թե լսացքած, որ մեր օրերում մեռելները հարություն առնեն։ Վեր կաց, մայր Սեդա, վեր կաց և գնա հանգստացիր, քեզ շատ հոգնեցրի, պիտի ներես ինձ։ Սեդան, որ վաղուց սպասում էր այդ հրամանին, մոտեցավ թագուհուն, հանեց նրա մնացորդ շորերը, ուղղեց մահճի անհարթությունները և, բարի գիշեր մաղթելով նրան, քաշվեցավ քնարանի մոտ գտնվող խուցը։ Թագուհին նույնպես պառկեց քնելու, բայց տխուր մտածմունքները երկար տանջեցին նրան։ Լույսը բացվելու մոտ էր, որ նրա աչքերը ծանրացան, մինչդեռ Սեդան վաղուց վայելում էր խաղաղության հրեշտակի բարիքը։ Կույր վրիժառուն։ Արևը մայր մտնելու վրա էր։ 2 հեծյալներ արշավասույր անցնում էին գանձակու դաշտից։ Նրանցից մինը տարիքավոր և ազնվական դեմքով տղամարդ էր։ Ծածկած պղնձե թեթև սաղավարտ և զինված արծաթափած սրով և փոքրիկ փայլուն վահանակով։ Մյուսը զրահազգեստ, պողպատե գլխանոցով, ծանր ասպարով, վաղակավոր նազդրին և երկար նիզակը ձեռին հաղթանդամ մի երիտասարդ։ Տարիքավոր տղամարդը, որ ըստ երևույթին իշխան էր, ընթանում էր առաջից, իսկ երիտասարդը, որ նրա թիկնապահն էր, հետևում էր նրան։ Երկուսի ձիաներն էլ սաստիկ քրտնած էին և փրփուրով ծածկված։ Երևում էր, որ նրանք երկար ճանապարհ էին կտրել։ Երբ հեծյալները ընդարձակ դաշտն անցնելով Գարդմանաձորը մտան, իշխանը թիկնապահին դառնալով ասաց. Եզնիկ, արևն արդեն մայր մտավ, պետք է շտապել հասնել ամրոց դեռ մութը չկոխած։ Ես չեմ կամենում, որ բերդապահները աղմուկ անեն դռները բանալու պատճառով։ Տեր, ինչի՞ց ես քաշվում, հարցրեց թիկնապահը։ Չեմ կամենում, որ մեր այստեղ գալը Սահակ իշխանն իմանա։ Մտադիր եմ ներկայանալ նրան իբրև մի անծանոթ։ Բայց մի՞թե նրա դղյակում ոչ ոք քեզ չի ճանաչում։ Կարծեմ, թե ոչ։ 8 տարուց ավելի է, ինչ ես գարդման չեմ մտել։ Նույնիսկ թագավորի հարսանիքին չկարողացա ներկա լինել։ Ո՞վ կարող է ուրեմն ինձ հիշել։ Իշխանի տան հին ծառայողներից մեկը Սեդան է, որ մեզ մոտ գառնիումն է։ Ինձ կճանաչեր իշխանուհին, բայց նա էլ կենդանի չէ։ Իշխանի Դավիթ որդին Ամրամի բանակումն է, մնում է ինքը, իշխանը և յուր Գրիգոր որդին։
Իսկ նրանք երկուստ էլ կույր են, հետևապես չեն կարող ճանաչել ինձ, եթե ես ով լինելս նրանցից ծածկեմ։ Եթե այդպես է, ուրեմն ես չպետք է բերդը բարձրանամ, այլ պետք է գիշերեմ ավանում։ Իսկ ինչու՞, հարցրեց իշխանը։ Որովհետև ինձ ճանաչում են ոչ միայն Սևադա իշխանի ծառաները, այլև բերդապահ զինվորները։ Իսկ ինչ վնաս։ Նրանք գիտեն, որ ես ծառայում եմ իշխան Մարսպետունուն, ուրեմն և իմ պատճառով կճանաչեն նաև քեզ։ Եթե այդպես է, մնա ավանում։ Ծառայեմ հրամանիդ։ Այդ լավ է։ Գուցե քեզ հաջողվի նաև տեղեկություններ հավաքել Սևադա իշխանի մասին, թե ինչ չափով նա մասնակից է այս ապստամբության գործին։ Անշուշտ, եզնիկը չի հանգստանալ, մինչև որ ամեն բան տեղն ու տեղը չիմանա։ Այստեղի քահանան շատախոսի մեկն է, ես նրա մոտ կիջնեմ։ Բայց քիչ խոսիր և շատ լսիր։ Կարող եմ բոլորովին չխոսել, սակայն առատ աչամփույր կտամ։ Այդ լավ է։ Պատրաստ արծաթ ունի՞ս։ Գեղչուկ քահանային պղնձե դրամներով էլ կգոհացնեմ։ Հեծյալները խոսակցելով հասան գարդմանավտակին։ Էլ մի ուշանար, անցիր գետակը, հրամայեց իշխանը։ Թիկտապահը ողջունեց տիրոջը և ձին մտրակելով անցավ վտակը և ուղղվեցավ դեպի ձախ, գարդման ավանը գնալու համար։ Իսկ իշխանը բռնեց ամրոցի ճանապարհը։ Երբ հասավ Բերդասարի ստորոտին, երևաց գարդմանը յուր սպիտակ պարիսպներով և հզոր աշտարակներով, որոնք ամբառնում էին բերդի արևմտյան կողմից և աջ ու ձախ ձգվելով, միանում հյուսիսային մասի անմատչելի լեռնալանջին։ Լեռան գագաթին քառած այդ անառիկ ամրոցը, որը մութը կոխելու վրա մանավանդ ահարկու տպավորություն էր անում ամեն մի անցորդի վրա, մոտեցող իշխանի սիրտը տխրությամբ համակեց։ Նա հիշեց 8 տարի առաջ յուր և արքայորդի Աշոտի մուտքն այս ամրոցը։ Այդ ժամանակ արդարև նույնպես ուրախ չէր յուր սիրտը։ Հայոց թագավորը նահատակված, իշխաններն անմիաբան, արքայորդին անօգնական, ինքը վիրավոր, հարկավ ուրախ լինել չէր կարող։ Բայց գարդմանն այդ ժամանակ հույս ու հոգի էր ներշնչում մոտեցողին։ Սահակ Սևադան հսկում էր այդտեղ ինչպես մի հզոր առյուծ։ Նրա համբավը ահաբեկում էր թշնամիներին և խրախուսում լքվածների սիրտը։ Իսկ այժմ։ Այժմ կարծես թե ամրոցը սուգ էր մտել, և նրա արտաքին պատկերը ոչ թե զորություն, այլ լքումն ու հուսահատություն էր արտահայտում։ Օրը տարաժամել էր։ Չնայելով, որ իշխանի նժույգը հոգնած և ճանապարհը զառիվայր էր, այսուամենայնիվ նա շտապեցնում էր խեղճ կենդանուն, որպեսզի ամրոց հասնե մի քանի վայրկյան առաջ։ Չնայելով իշխանի այդ ջանքերին, բայց դեռ ամրոցի ստորոտին չհասած, նա լսեց, որ միջնաբերդից փողը փչեցին։ Այդ արդեն ամրոցի դռները փակելու նշանն էր։ Ուրեմն էլ շտապելու հարկ չէր մնում։ Անիծյալներ, ինչ տռմփակի ժամանակ է, քրթմնջաց ինքն իրեն իշխանը և ձիուսանձը ձգեց։ Կենդանին կարծես զգաց, որ տիրոջ եռանդը մարեց, ուստի ինքն էլ իր ծանր քայլափոխը սկսավ։ Դղյակում արդեն ճրագները վառել էին, երբ իշխանը հասավ ամրոցի դռանը, որ գտնվում էր արևմտյան կողմից բարձրացող երկու աշտարակների մեջտեղը։ Իջնելով ձիուց, նա մոտեցավ աշտարակի դրսի պահարանին և վերցնելով այնտեղ պահվող փայտե մեծ մուրճը, 3 անգամ ամուր զարկեց պատի վրա ամրացած տախտակե կոչնակին։ «Ո՞վ է» խռպոտ ձայնով հարցրեց մի պահապան։ Իշխանը վարանեց պատասխանելու, որովհետև չէր մտածել, թե ինչ անուն պիտի տա իրեն։ «Ո՞վ է կոչանողը» հարցրեց կրկին պահապանը փոքր ինչ զայրացած, և այս անգամ աշտարակի նեղ պատուհանից դուրս հանեց իր ահագին գլուխը։ «Արքայի բանբերը», պատասխանեց իշխանը առանց մտածելու։ «Արքայի բանբերը չի կարող մտնել մեր ամրոցը», զայրացած պատասխանեց պահապանը։ «Մի՞թե թագավորը չգիտե, որ գարդմանն արդեն իր հին տիրոջն է պատկանում»։
Այս ասելով նա իր գլուխը ներս տարավ դեպի աշտարակը և լռեց։ Իշխանը մնաց շվարած։ Նա չէր սպասում, որ գարդմանցիք միաբանած լինեին ուտիացիների հետ։ Թեպետ հաստատ գիտեր, որ Ցլիկ Ամրամի ապստամբության գործում խառն է նաև Սահակ Սևադան, մանավանդ որ նրա Դավիթ որդին հայտնի կերպով միացած էր Ամրամի հետ, բայց այսուամենայնիվ հույս ուներ, որ գարդմանա ամրոցի բերդակալը, որ կարգված էր թագավորից, չի դավաճանիլ յուր տիրոջը, որովհետև նրա բազմամյա հավատարիմներից մինն էր։ Բայց երբ պահապանի պատասխանը լսեց, համոզվեցավ, որ բոլոր երկիրն ուրեմն Ամրամի հետ է։ Ինչ անել այժմ, մտածեց ինքն իրեն իշխանը և ապա որոշեց խորամանկության դիմել։ Նա կրկին մուրճ առավ և առաջվանից ավելի ամուր զարկեց կոչնակին։ Բարեկամ, երևի քո թագավորի սպասավորները սիրում են աշտարակներից կախվել։ Հանդգնությամբ գոչեց վերևից պահապանը և գլուխը կրկին պատուհանից հանելով ավելացրեց. Ցանկանում ես, որ մի փքին ուղղեմ կրծքիդ։ Հիմար, քեզ փորձում էի։ Քեզ նման անասունը միայն կարող է անօրեն թագավորին սպասավորել։ Ուրեմն ո՞վ ես դու, հարցրեց պահապանը, ձայնը մեղմացնելով։ Ամրամ իշխանի համհարզը, Սևադա իշխանին կարևոր լուր եմ բերել։ Իսկ եթե սուտ լինի դա։ Տխմար, ձեր բերդն ուրեմն մի զորական էլ կարող է առնել։ Ինչից ես վախենում։ Սպասիր, պետք է բերդակալից հրաման առնենք։ Այս ասելով պահապանը հեռացավ։ Մի քառորդ ժամից ետ աշտարակի պատուհանից կախեցին մի վառած ղամբար, տեսնելու համար, թե արդյոք ուրիշ մարդիկ չկան դռան առաջ։ Եվ երբ ստուգեցին, որ սպասողը միայն մի հեծյալ է, եկան և ամրոցի դուռը բացին։ Պահապանները տեսնելով, որ ներս մտնողը իշխան է և ոչ հասարակ զինվոր, պատշաճ հարգանք մատուցին նրան, բայց միևնույն ժամանակ խնդրեցին, որ բարեհաճե նախ բերդակալին ներկայանալ, որովհետև իրենց այդպես էր հրամայված։ Իշխանի նպատակն էլ դա էր։ Նա կամենում էր ստուգել, թե արդյոք բերդակալը իսկապես միացած է ապստամբների հետ, թե ստիպված և առերես է հպատակում նրանց ճնշումներին։ Պահապանները առաջնորդեցին իշխանին դեպի մոտիկ դիտանոցներից մինը, որի վերնահարկում սպասում էր նրան բերդակալը։ Փոքրիկ և ցածր դռնից ներս մտնելով, նա սկսավ բարձրանալ քարյան նեղ և օծապտույտ սանդուղքներով։ Առաջնորդ պահապանը կանգ առավ վերնահարկի մուտքի առաջ և իշխանին խնդրեց, որ բարեհաճե նախ հանձնել իրան յուր սուրը և ապա ներս մտնել։ Իշխանը հնազանդվեցավ զգուշության համար ընդունված այդ սովորությանը և հանձնելով զինվորին յուր սուրը և վահանակը, մտավ բերդակալի մոտ։ Վերջինս մի բարձրահասակ, խոշորադեմ, խելոք աչքերով և ըստ երևույթին բարեսիրտ տղամարդ էր, որ փոքրիկ կամարակապ սենյակի մեջտեղը կանգնած սպասում էր յուր խորհրդավոր հյուրին։ Հենց որ իշխանը ներս մտավ, բերդակալը գրկաբաց վազեց դեպի նրան և բացականչեց. Գևորգ իշխան, այս դու ես։ Ի՞նչ հողմ, ի՞նչ դիպված։ Այս ասելով նա գրկախառնվեցավ իշխան մարզպետունուն և համբուրվեցավ նրա հետ։ Իշխանն այս սիրալիր ընդունելությունից արդեն գուշակեց, որ բերդակալը ապստամբների հետ չէ։ Ուստի նշանացի հայտնեց նրան, որ պահապանը կանգնած է դռան առաջ և խնդրեց, որ հեռացնե նրան։ Ո՞վ կա այդտեղ, ֊ գոչեց բերդակալը դեպի դուռը գնալով։ Ես եմ, տեր, ֊ պատասխանեց պահապանը և ներս մտավ։ Դիր այստեղ իշխանի սուրը և վահանակը և իջիր ներքև, ֊ հրամայեց բերդակալը և պահապանը կատարելով նրա հրամանը հեռացավ։ Երբ նրանք միայնակ մնացին, բերդակալը առաջինը սկսավ խոսել. Չէի կասկածում, որ այստեղ եկողը արքայի մարդկանցից է։ Պահապաններն ասացին, որ դու քեզ նախ արքայական և ապա Ցլիկ Ամրամի համհարզն ես անվանել։ Սկզբում շփոթվեցի, կարծելով, թե եկողը Ամրամի մարդկանցից է, բայց հետո իմացա, որ մեր պահապանի արքայի հասցեին ուղղած անզգույշ խոսքերից հետո ես խոսքդ փոխել և իսկույն գուշակեցի, որ մեր հավատարիմներից մինն է եկողը։
Այժմ ասա, որտեղից և ինչպես հասար այստեղ։ Ինչու միայնակ ես։ Թիկնապահները դուր են։ Ինչ լուր ունիս արքայից։ Արդյոք եկեղեցիներից հույս կա, թե ոստանում պետք է զորաժողով անել։ Շտապով և իրար հետևից հարցեր արավ Բերդակալը։ Մարզպետունի իշխանը, ըստ երևույթին, հեղինակավոր անձն էր Բերդակալի համար։ Վերջինի հարցերին նա չշտապեց պատասխանել, այլ նստելով տախտակի աթոռակի վրա, որ այդ տեղի միակ կարասին էր, առաջարկեց խոսակցին նույնպես նստել յուր հանդեպ, դիտանոցի պատուհանին։ Դու դեռ երիտասարդ ես, Վահրամ, իսկ ես տարիքս անցրած։ Ճանապարհի երկարությունն ինձ հոգնեցրել է։ Թող որ մի փոքր հանգստանամ և ապա խոսեմ, նկատեց մարզպետունին։ Ախ, ներիր ինձ, իշխան, քո ներս մտնելով ես այնպես ուրախացա, որ մինչև անգամ շփոթվեցա և տանուտիրական պարտավորությունս մոռացա։ Նույնիսկ նստել չառաջարկեցի քեզ։ Ներիր ինձ, իշխան, աղաչում եմ։ Բայց մենք ինչու այստեղ ուշանանք։ Շնորհ արա ինձ, եկ իմ տուն, այնտեղ օգնությունդ կառնես և ավելի հանգիստ կխոսակցես։ Այս ասելով Բերդակալը վեր կացավ և կամենում էր առաջնորդել իշխանին, բայց նա տեղից չշարժվելով, նրան էլ առաջարկեց նստել։ Վահրամ, ես քո տունը գալ չեմ կարող, ասաց իշխանը։ Ինձ չպետք է տեսնեն քո տանը։ Մի քանի տեղեկություններ ունիմ քեզանից առնելու և փոխարենը քեզ հաղորդելու։ Այդ վերջացնենք և այնուհետև ես պիտի գնամ Սևադա իշխանի մոտ։ Մենք այժմ այնպիսի տագնապի մեջ ենք, որ հյուրասիրական իրավանց և պարտավորությանց ուշադիր լինել չենք կարող։ Շատ լավ, արա ինչ որ հաճելի է քեզ, պատասխանեց Բերդակալը և նստեց տեղը։ Մարզպետունի իշխանը հառեց աչքերը Բերդակալի վրա և մի խորհրդավոր հայացքով նայելով նրան ոտքից մինչև գլուխ, լուրջ ձայնով հարցրեց. Վահրամ իշխան, կարելի է այժմ վստահանալ քեզ վրա այնպես, ինչպես վստահանում էինք տարիներ առաջ Վահրամ Սեպուհի վրա։ Իշխան, շնորհակալ եմ այդ անկեղծ հարցի համար։ Այժմ այնպիսի ժամանակում ենք ապրում, որ մարզպետունի իշխանն իրավունք ունի կարծելու, թե նախկին Վահրամ Սեպուհը դարձել է արդեն մատնիչ, մի տիրադրուժ, մանավանդ որ այժմ ծառայում է ապստամբների դրոշակի տակ։ Բայց ես կարող եմ հավատացնել քեզ, որ ոչ տարիները և ոչ էլ հանգամանքները իմ մեջ ոչինչ չեն փոխել։ Արքայի նախկին հավատարիմը այսօր էլ նրա հավատարմագույն ծառան է։ Թե ինչու ապստամբների հետ եմ այժմ, դրա պատճառը ոչ թե իմ, այլ արքայի շահն է, և ես այս ամենը չկարողացա անտեսել։ Բայց ինչպես, բացատրիր ինձ։ Երբ լուր հասավ այստեղ, թե Ցլիկ Ամրամը ապստամբության դրոշ է պարզել, Սևադա իշխանը հարմար առիթ համարեց օգուտ քաղել այդ դեպքից յուր վաղուց գուրգուրած նպատակը իրագործելու համար։ Անմիջապես նա հրավիրեց յուր մոտ գարդմանա ազնվականները և ժողովրդի գլխավորները։ Հրավիրվածների մեջ էի և ես։ Իշխանն այնպիսի ճառ խոսեց մեր առաջ, որ գարդմանացի հայրենասերները բոլորովին խելագարվեցան։ Եվ ինչ էր ասում։ Չեմ կարող բոլորը հիշել, բայց ինչ որ չեմ մոռացել, այն կհաղորդեմ։ Ազնվականները խմբված էին իշխանի պատշգամբում, իսկ ժողովրդի գլխավորները ապարանքի բակում։ Երկու ծառաներ թևերից բռնած դուրս բերին Սևադա իշխանին։ Երկու ուրիշ ծառաներ էլ Գրիգոր իշխանին։ Ծանր, սարսափելի ծանր տպավորություն արավ մեզ վրա կույր հոր և որդու երևալը։ Դեռ Սևադա իշխանը բերանը չբացած, բակում խռնված ժողովրդի մեջ թագավորի անվանն ուղղված անեծքները լսվեցան։ Սևադա իշխանը, դեպի պատշգամբի եզերքը հառաչանալով, հենվեցավ գավազանի վրա և մոտավորապես հետևյալը խոսեց. Իշխաններ և ժողովուրդ, ձեր աչքերով ահա տեսնում եք, որ հզոր Սևադան, գարդմանացոց պարծանքը և թշնամիների սարսափը, ապիրատ փեսայից կուրացած, յուր ծառաների շնորհիվն է միայն ձեր աչքին երևում։ Չէի կամենալ, որ իմ ժողովրդի ամենից ծին լքոր անդամը հանդիպեր այսպիսի դժբախտության։
որ ծերունի հոր և երիտասարդ որդու համար ստեղծեց հարազատի ձեռքը։ Ծանրատար մի վիշտ է այս։ Դուք տեսնում եք գարդմանը, նրա երկինքն ու արևը, լեռներն ու դաշտերը, նրա ծաղիկն ու գարունը։ Իսկ ես զրկված եմ այդ բոլորից, բայց դա չէ միայն իմ ցավը։ Ես չեմ կարողանում իմ ժողովուրդը անձամբ խնամել, նրա վշտերն ամոքել, իմ հիվանդներին այցելել, իմ որդերին պատսպարել, իմ այրերի արտասուքը սրբել, իմ գերյալներին վերադարձնել։ Սևադան կարոտ է այժմ յուր ծառաների շնորհին։ Եթե նրանք չկամենան, ով գարդմանացիք, ես չեմ կարող մինչև անգամ արևի ճառագայթներով իմ սառած մարմինը ջերմացնել։ Իմ տունը, որ մի օր կենդանության հնոց էր, այժմ կույր բվիճակների կացարան է դարձել։ Այս ամենը տանում եմ ես, որովհետև զրկված եմ Աստուծո լույսը տեսնելու կարողությունից։ Բայց դուք գարդմանացիք քաջեր, դուք, որ առողջ աչքեր, զորեղ բազուկներ, աննկուն կորով ունեիք և ունիք, ինչպես եք կարողանում տանել այն անարգանքը, որ աշոտ երկաթը դրոշմեց ձեր ճակատին, ձեր հայրն ու առաջնորդը կուրացնելով, ձեր ազատությունը շղթայելով։ Ժողովուրդ գարդմանա, բացականչեց իշխանը։ Ես բարձրացրի քո անունը իմ հաղթություններով, դու ստորացրիր նրան քո անմռունչ հպատակությամբ։ Եթե քաջություն չունիս դեն ձգել այդ անարգանած լուծը, քաջություն ունեցիր գոնե մի սուր ցցել իմ կրծքին, որպեսզի Սահակ Սևադայի վշտերը գոնե նրա մահվամբ անհետանան աշխարհից, որպեսզի քո որդիները Սևադայի բողոքը չլսեն և քեզ չանիծեն։ Իշխանը դեռ չէր վերջացրել խոսքը, որ բոլոր ավագանին և նրա հետ էլ ժողովուրդը միաբերան աղաղակեց. «Կորչի բռնավորը, գարդմանն ազատ է այս վայրկյանից և մեր իշխանն է Սահակ Սևադան»։ Մի քանի րոպեից հետո ամբողջ ամրոցը խռովյալ ծովի կերպարանք առավ։ Ժողովուրդը դուրս եկավ զենքերը ձեռին, կարծես թե թագավորի բանակը պաշարել էր նրան։ Պատնեշներից դուրս վռնդեցին վանանդացի պահապաններին, սպառնալով կոտորել բոլորին, եթե չէին հնազանդվի Սևադայի հրամանին։ Իսկ կատաղած ամբոխը, դղյակի բարձունքից հափշտակելով արքայական դրոշը, նրա տեղ գարդմանա վիշապանիշը պարզեց։ Դա արդեն չափազանց է, ասաց մարզպետունին։ Այո, և ուրիշ մեծամեծ ավերումներ կանեին, եթե ես իսկույն իմ պահնորդների խումբը հավաքելով հպատակության երթում չերթվեի Սևադային։ Ավելի լավ չէր լինիլ, եթե քո խումբով հեռանայիր ամրոցից, քան հպատակություն երթվեիր։ Ոչ, այն ժամանակ արքայի օգտին գործելու կամ ուտիացոց շարժումները դիտելու հնարավորությունից կզրկվեի։ Իսկ այժմ, ապստամբների մեջ գտնվելով, կարողանում եմ շատ բան տեսնել և իմանալ։ Բերդակալի պատմածները ծանր տպավորություն արին մարզպետունու վրա։ Նա գլուխը կախեց և ընկավ մտածության մեջ։ Մի՞թե դու ինձ մեղադրում ես, իշխան, հարցրեց Բերդակալը փոքր լռությունից հետո։ Այո, մեղադրում եմ, պատասխանեց իշխանը, գլուխը վեր բարձրացնելով։ Բայց չէ՞ որ ես տեղի եմ տվել ստիպողական հանգամանքներին։ Միշտ և ամեն տեղ լինում են այդպիսի հանգամանքներ։ Եթե ամեն մի բերդակալ տեղի տա ստիպողական հանգամանքներին, այն ժամանակ բոլոր պետական ամրոցները թշնամու ձեռքը կանցնեն։ Ախր ես տեղի եմ տվել ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամիներին։ Ես չէի կարող իմ փոքրիկ գնդով դեմ դնել բազմաթիվ ամրոցականներին։ Չէի կարող նաև եղբայրասպան կռիվ մղել իմ հարազատների դեմ։ Բավական է, որքան միմյանց արյուն թափեցինք։ Բերդակալը վերջին խոսքերն արտասանեց ջերմությամբ։ Մարզպետունին նայեց նրան մի խորհրդավոր հայացքով և գլուխը շարժեց։ Մի՞թե ինձ վրա բարկանում ես դու, կամ գուցե անկեղծ չես գտնում իմ պատասխանը։ Ընդհակառակը, շատ անկեղծ եմ գտնում։ Ինքս լավ ըմբռնում եմ մեր դրության ծանրությունը։ Թշնամին աչքերը հառած սպասում է հարմար առիթի մեր երկիրն արշավելու։
Մենք էլ մեր ձեռքով պատրաստում ենք այդ առիթը։ Դու, բարեկամ, չես կամենում եղբայրասպան կռիվ մղել հարազատիդ դեմ։ Մի՞թե ես կարող եմ այդ արդար իրավանց հակառակիլ։ Չէ՞ որ եղբայրասպանությունը նույնիսկ անձնասպանություն է։ Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Ես իրավունք կտայի քեզ սուր ցցել իմ կրծքի մեջ, եթե այդպիսի թուլություն արտաքին թշնամու դեմ անեի։ Բայց ախր ինչ մեղքս թաքցնեմ։ Հարազատի վրա ձեռք բարձրացնել չեմ կարող։ Եվ երբեք էլ չպիտի բարձրացնես։ Բայց գուցե կարողանայիր խոհեմության ճանապարհով այս պառակտման առաջն առնել։ Պետության ամբողջությունը պահպանելու համար, այո, չպետք է երբեք հարազատի արյուն թափել, բայց ապստամբ հարազատին զինաթափ անելու նպատակով կարելի է խորամանկել։ Ամբոխն ամեն տեղ էլ նման է այն ոչխարներին, որոնք գայլի խոսքերից խաբվելով նրա ձեռքն են մատնել պահապան շներին, որպեսզի այդպիսով գայլի բարեկամությունը վաստակեն։ Իսկ վերջինս պահապան շները խեղդելուց ետ սկսել է հիմար ոչխարները կոտորել։ Կախելու արժանի են այն իշխանները, որոնք հարստահարում են ամբոխի այդ անմտությունը։ Մեզանից ամեն մինը յուր բոլոր զորությամբ պիտի զինվի այդ դավաճանների դեմ։ Ով որ հայրենական գահի թշնամին է, նրան ամեն մի հայ յուր իսկ անձի թշնամին պիտի համարե։ Որովհետև այնքան ծանր զոհաբերություններով ձեռք բերած այս հարստությունը կորցնելուց ետ մեզ դարձյալ գերություն և ստրկություն են սպասում։ Այդ ամենը գիտեմ, բայց ես խորամանկելու էլ ճանապարհ չունեի, սիրելի իշխան։ Լավ, քեզ չեմ մեղադրում, անցածն անցել է։ Բայց այժմ ինչպես, ինչ ձևով միացնենք մեր այս պառակտումները։ Մտածել ես երբևիցե սրա մասին։ Չէ՞ որ շարունակ դեպի կործանումն ենք գնում։ Մտածել եմ, այն էլ երկար ժամանակ։ Մինչև անգամ որոշ ծրագիրներ եմ կազմել, թե ինչ դեպքում և ինչ ձևով պիտի գործենք։ Բայց դու, իշխան, ամենից առաջ պատմիր ինձ, թե ինչ դրության մեջ է այժմ Ոստանը։ Ովքեր են թագավորի հետ միաբան։ Որքան զորք կարելի է անջատել բերդերից։ Եվ հետո, թե ինչու դու միայնակ գտնվում ես այժմ այստեղ։ Մի ով բանիվ ծանոթացրու ինձ մանրամասնորեն մեր արդի դրության հետ, որովհետև այս հեռավոր անկյունում ես շատ քիչ տեղեկություն եմ առնում ձեր կողմերից։ Եվ այնուհետև ես իմ խորհուրդները կհայտնեմ ձեզ։ Եթե բանավոր կգտնես նրանց, կգործադրենք միասին, եթե ոչ կանեմ այն, ինչ որ դու կհրամայես։ Բերդակալի հետաքրքրությունը և արած հարցերը կարծես տարակուսանքի մեջ ձգեցին մարզպետունի իշխանին։ Նա կասկածում էր, թե չլինի յուր ծրագիրները խանգարելու նպատակով է բերդակալը այդ հարցերն ուղղում իրեն։ Այս մտքերը իշխանին ստիպեցին լռել մի քանի վայրկյան։ Բերդակալը գուշակեց նրա լռության պատճառը և ժպտալով նկատեց. Թող կասկածները սիրտդ չպղտորեն, սիրելի իշխան։ Իմ հավատարմությունը մի չափիր այն դրությունից, որի մեջ գտնում ես ինձ, այլ չափիր այն անցյալից, որ ծանոթ է քեզ և արքային։ Ասացի, որ խոնարհել եմ Սևադային, իմ թագավորի շահը ունենալով ի նկատի, և այս է միակ ճշմարտությունը, որ հայտնեցի քեզ։ Ուրիշ դիտումներ մի որոնիր վարմունքիս մեջ։ Եթե ամբողջ գարդբանը ինձ նվիրելու լինեին, դարձյալ այդ նվերը իմ աչքում չէր գերակշռիլ այն անարգանքին, որին ես արժանի կհամարեի ինձ։ Այս խոսքերը արտասանվեցան այնքան անկեղծորեն, որ մարզպետունի իշխանի կասկածները փարատեցան։ Այո, Վահրամ, չեմ ծածկում քեզանից իմ կասկածը, վախենում եմ ամեն բան հայտնել։ Ժամանակը և մարդիկ կործանել են իմ հավատը։ Բայց քեզ վրա այս վայրկյանից սկսած ստացում եմ արդեն մեծ վստահություն։ Այսուամենայնիվ, շատ բան չպիտի խոսեմ քեզ հետ, որովհետև ժամանակը կարճ է, պետք է շտապել Սևադայի մոտ։ Կաշխատեմ կրկին վերադառնալ այստեղ, իսկ եթե դա չհաջողվի, այսուամենայնիվ պիտի հավատամ, որ գարդմանի մեջ արքան յուր հավատարիմն ունի։ Ամենաանձնվեր հավատարիմը, իշխան։ Շնորհակալ եմ։ Լսիր, Ոստանն այժմ խաղաղ է։
Ինչպես գիտես, թագավորը վաղուց հաշտված է Աբբաս եղբոր հետ, շնորհիվ Սյունյաց Վասակ իշխանի։ Միակ չարիքը Աշոտ սպարապետի գժտությունն էր, այդ էլ մեջտեղից վերացավ։ Ես և կաթողիկոսը ամեն հնար գործ դրինք, մինչև որ հաշտեցրինք նրան թագավորի հետ։ Երկուսը միասին մինչև անգամ դվինը պաշարելով, գրավեցին և հագարացիներին դուրս քշեցին նրա սահմաններից։ Սպասում էինք, որ երկար ժամանակ այլևս ոչ մի խռովություն չի ծագիլ մեր սահմաններում։ Մինչև անգամ տոնախմբություններ սարքեցինք դվինում և քանի օր էր, որ դրանով էինք զբաղված։ Եվ ահա հանկարծ Ցլիկ Ամրամի ապստամբության լուրն առանք։ Թագավորը չէր հավատում, թե ապստամբությունն այդքան մեծ ծավալ կլիներ ստացած։ Ուստի միայն յուր թիկտապահների խմբով դուրս եկավ Շիրակից։ Նա այն կարծիքին էր, թե ուտիկ հասնելով տեղական բանակի գլուխը կանցներ և գուցե առանց արյունահեղության կնվաճեր ապստամբը։ Բայց գնալով այդտեղ գտնում է ամբողջ նահանգն ապստամբած։ Երբ նա լուր տվավ ինձ այդ մասին, ես արդեն թագավորական ընտանիքը բերած էի Գառնի, որովհետև երազգավորսի ամրությանն այլևս վստահանալ չի կարելի։ Աբբասը և Աբխազած Գուրգենը բավական անխղճորեն ավերել են նրան։ Այդտեղ, սակայն, ես թագուհուն չհայտնեցի ապստամբության վտանգավոր կերպարանք առնելու լուրը, դե որպեսզի չանհանգստացնեմ նրան։ Բայց բանն այնպես սարքեցի, որ նա ինքն առաջարկեց ինձ գնալ ուտիկ թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու, և եթե հարկավոր էր, օգնական զորք հասցնելու նրան։ Եվ ես եկա, բայց ի՞նչ տեսա։ Ոչ միայն ամբողջ ուտիքը, այլև Արցախու և Գուգարած մեծ մասը ապստամբած։ Արքային հանդիպեցի Գարգարացոց ձորում, նա հուսահատված էր և կամենում էր վերադառնալ Ոստան։ Բայց այս մի վտանգավոր ձեռնարկություն էր. եթե առանց Ցլիկ Ամրամը նվաճելու նա մտներ Շիրակ, հավատացած եմ, ապստամբությունն ավելի լայն ծավալ կստանար, և պետության ամբողջությունն անդարմանելի կերպով կքայքայվեր։ Բայց ի՞նչ անեինք. զորք չկար, երկրի բերդերը և ամրությունները փակած էին թագավորի առաջ։ Հավատարիմ ճանաչվածներն անգամ միաբանել էին Ամրամի հետ։ Այսուամենայնիվ հարկավոր էր ցույց տալ, թե թագավորը անօգնական չէ ուտիքում, և ապստամբին պետք էր տեղն ու տեղը նվաճել։ Ահա այս նպատակին հասնելու համար խորհուրդ արինք, որ թագավորը շարունակե յուր ճանապարհը դեպի Եգերացոց աշխարհը, ցույց տալու համար, թե այցելության է գնում նրանց թագավորին, և թե ուտիքում կանգ առնելու նպատակ բնավ չէ ունեցել։ Իսկ Եգերացոց թագավորը հավատացած էինք, օգնական զորք կտար արքային, որովհետև նա շտորապարտ էր նրան այն բարության համար, որ նա արավ իրեն, Աբխազած Գուրգեն իշխանը Եգերացոց սահմաններից հալածելով և նրա ասպատակները ցրելով։ Թագավորը յուր թիկտապահներով ճանապարհ ընկավ, իսկ ես սկսա ուտիքը շրջել իմ մի հավատարմի հետ միասին։ Բոլոր շներն ու ավաններն անցա, դիտեցի բերդերը, քննեցի ապստամբության սահմանները և եկա այն եզրակացության, որ չկա այս կողմերում մի կետ, որին ապաստանել կարողանայինք, գործի խաղաղության միջոցներով ավարտելու համար։ Մնում էր ուրեմն հայտնի պատերազմ մղել ապստամբի դեմ։ Այս միջոցում ահա Եգերացոց աշխարհից արքայի սուրհանդակը հասավ, որ ավետում էր ինձ, թե Եգերացոց թագավորը մեծ զորք է հանձնել նրան, և թե ինքը շուտով կճանապարհվի այս կողմերը։ Ուրեմն թագավորը գալիս է Եգերացոց զորքերով, ուրախացած հարցրեց բերդակալը։ Այո, և ես հենց մի քանի օր առաջ սուրհանդակ ուղարկեցի թագուհուն, հայտնելով նրան, թե շուտով Ամրամի ապստամբությունը պիտի ճնշենք, բայց չհայտնեցի նրան, թե դիմել ենք Եգերացոց օգնության։ Կարիք էլ չկար, բայց շուտ կհասնի այստեղ թագավորը։ Անշուշտ մի քանի օրից, բայց ինձ հարկավոր էր մինչև նրա հասնելը մի վերջին գաղտնիք ևս բանալ։ Այն է, թե ինչը դրդեց Ցլիկ Ամրամին ապստամբել արքայի յուր բարերարի դեմ։ Չէ՞ որ Աշոտ Երկաթի աննախանձ բարության շնորհիվ է, որ նա այսօր ուտյաց աշխարհի կուսակալը և հյուսիսային բանակի հրամանատարն է։ Ինչու նա չարությամբ է փոխարինում բարությունը։ Այո,
Ամրամի այդ վարմունքը զարմացրել է նաև ինձ։ Դու ոչ մի պատճառ չգիտես, հարցրեց մարզպետունի իշխանը մի տեսակ կեղծ պարզությամբ։ Ոչ։ Ինձ թվում է, թե նա ապստամբել է Սևադայի խորհրդով։ Իսկ ես ընդհակառակը, կարծում եմ, որ Սևադան ապստամբեցրեց գարդմանացիներին միմիայն Ամրամի համարձակությունից խրախուսվելով։ Եվ չես սխալվում։ Ինձ թվում է, թե չեմ սխալվում։ Սևադան նրան գրգռել չէր կարող։ Բայց ես հենց այդ հանելուկը լուծելու համար եկա այստեղ։ Ես կասկածում էի Սևադայի վրա։ Եվ մի քանի տեղեկություններ էլ, որ քաղեցի իմ ճանապարհորդության ժամանակ, և այդ ամենը հաստատեցին իմ կասկածները։ Ես տակավին չգիտեի, թե նա գարդմանն է արքայից ապստամբեցրել, որովհետև ինչ մեղքս ծածկեմ։ Չէի կարող հավատալ, թե Վահրամ Բերդակալը թույլ կտար նրան այդ քայլն անել։ Ես բացատրեցի քեզ, իշխան, թե ինչ հանգամանքներ ստիպեցին ինձ վարվել այդպես։ Մի ընդհատիր, ես քեզ չեմ մեղադրում։ Արդեն ծանոթացա այդ հանգամանքներին և տեսնում եմ, որ գարդմանն էլ ապստամբների հետ է։ Եվ որ մեզ մնում է բարեկամ միայն Վահրամ Բերդակալը, որի վրա կարող է թագավորը վստահանալ ամեն դեպքում։ Այո, անշուշտ։ Այժմ ուրեմն դու մնա այստեղ և հրամայիր, որ պահապաններիցդ մինը առաջնորդե ինձ դեպի Սևադայի ապարանքը։ Ես նրան պիտի ներկայանամ իբրև մի անծանոթ կամ էլ օտարական, և ամեն հնարգործ պիտի դնեմ ինձ համար այդ անհայտ գաղտնիքը պարզելու։ Բայց դրանից ինչ օգուտ։ Միևնույն չէ քեզ համար, թե ով ումն է գրգռել։ Ապստամբությունն ակտերև է, դրա դեմ պետք է գործել։ Դրա դեմ, այո, պետք է գործել եռանդով։ Բայց կարևոր է նաև այս գաղտնիքը լուծել, որպեսզի չարիքը կարողանանք արմատից խլել։ Ավելին հարցնելու իրավունք չունիմ, արա ինչ որ հաճելի է քեզ։ Հարկավ քո փորձառությունը չի կարոտում իմ խորհրդին, պատասխանեց Բերդակալը և պահապաններից մինին կանչելով հրամայեց առաջնորդել իշխանին մինչև Սևադա իշխանի ապարանքը։ Մութը կոխել էր և ամրոցի նեղ ու մանվածապատ ուղիները անտեսանելի դարձրել։ Բնակիչները քաշվել էին տուն։ Լռությունը տիրում էր ամեն տեղ, և մենավոր անցքերում լսվում էր միայն իշխանի ձիու քայլատրոփը, որ մի տեղ ստիպում էր պահապան շներին հարձակվել անցորդների վրա և իրենց աղմկարար հաչյունով խանգարել ամրոցականների խաղաղությունը։ Սահակ-Սևադայի ապարանքին հասնելով, իշխանը հրամայեց յուր առաջնորդին վերադառնալ և ինքը միայնակ առաջ անցավ։ Իշխանի ապարանքը, որ միևնույն ժամանակ զորավոր մի դղյակ էր, գիշերվա այդ ժամին փակած չէր և ոչ մի կողմից։ Ըստ երևույթին, նրա կույր տերերը չէին սպասում ոչ մի հարձակման և չէին իսկ երազում, թե կգտնվի մի տմարդ թշնամի, որ սիրտ կանե գիշերվա այդ ժամին երկու դժբախտների գիշերվա խաղաղությունը վրդովվելու։ Իշխանը մտավ ապարանքի բակը դղյակի մեծ դռնով։ Երկհարկյան այդ ընդարձակ շինությունը յուր մեծամեծ դահլիճներով, բազմաթիվ սենյակներով և աջ ու ձախ թևերին գրկած հզոր աշտարակներով թաղված էր համարյա խավարի մեջ։ Չնայելով, որ Սևադան այդ միջոցին արդեն յուր երկրի և ամրոցի տերն էր, այսուամենայնիվ նրա ապարանքում կենդանություն չէր երևում, ձայն և շշուկ չէր լսվում։ Ապարանքի մի կողմի վրա գտնվող մի քանի նեղ պատուհանների մեջ միայն երևում էր նվազ լույս, իսկ ստորին հարկի խցերում խլրտում էին ծառաները։ Իշխանը նայեց այդ հսկայական շինության վրա, և նրան շրջապատող տխուր լռությունը ճնշեց յուր սիրտը։ Նա հիշեց այն երջանիկ օրը, երբ ինքն առաջին անգամ ոտք դրավ այդ տան դռանը։ Ինչ կյանք, ինչ աշխույժ, ինչ ոգևորություն էր թագավորում այն ժամանակ այդ տան շուրջը։ Իսկ այժմ որպիսի մեռելություն։ Կարծես թե իրոք մահվան ավերիչ ձեռքը ծանրացել էր այդ իշխանական դղյակի վրա։ Եվ այս բոլորի պատճառը մի ապօրինի քայլ, ողջախոհության դեմ մի հանցանք, շշնջաց ինքն իրեն իշխանը և խոր հոգոց հանեց։
Ապա մոտենալով ներքին հարկի խցերից մինին, մտրակի կոթով բախեց դուռը։ Դուրս եկողը իշխանի հին ծառաներից մեկն էր։ Մարզպետունին իսկույն ճանաչեց նրան, որովհետև ճրագը նրա ձեռքումն էր։ Այդ անհաջող հանդիպումը տխուր տպավորություն արավ իշխանի վրա, որովհետև եթե իրեն ճանաչեին, այլևս յուր ծրագիրները առաջ տանել չպիտի կարենար։ Մի նվազույս էր միայն մնում, այն է, թե գուցե այդ ծառան մոռացած լինի նրան։ Վերջինս, որ իշխանի արտաքինից արդեն տեսավ, թե հասարակ մարդ չէ իրենց այցելողը, իսկույն դուրս կանչեց ընկերներին, որոնք այս ու այն կողմերից հավաքվելով վառեցին բակի մեջ պատրաստ եղող կպրաձյութի ղամբարը և սկսեցին իրենց ծառայությունը մատուցանել իշխանին։ Լուր հասցրին իսկույնևեթ իրենց տիրոջը, որ մի նշանավոր հյուր է եկել իրենց։ Իշխան Սևադան հրամայեց հայտնել հյուրին, որ սիրով սպասում է յուր հին բարեկամ և ամենաազնիվ իշխան Գևորգ մարզպետունում։ Իշխանը շեմքի վրա մնաց զարմանքից սառած։ «Որտեղի՞ց իմացավ իշխանը, թե մարզպետունին է յուր հյուրը», հարցրեց նա լուր բերող ծառային։ «Օ, ես տվի նրան այդ ավետիքը, կամեցա ուրախացնել իմ իշխանին», ինքնագոհ ժպիտով պատասխանեց ծառան։ «Իսկ դու, տղա, ճանաչում ես ինձ»։ «Սա իմ որդին է, տեր», մոտենալով իշխանին, ժպտալով խոսեց հինավուրց ծառան։ «Ես հայտնեցի նրան, թե մեզ հյուր եկողը փառավոր մարզպետունին է։ Տեսնում ես, իշխան, որդիս մեծացել է։ Այն ժամանակ, որ դու հիվանդ պառկած էիր մեզ մոտ, սա դեռ փոքրիկ էր, խելոք էր, պատվական տղա էր»։ Իշխանը տեսավ, որ էլ ծածկելու տեղ չմնաց։ «Այո, երևում է, Աստված պահե», արագ պատասխանեց նա շատախոս ծառային և ներքին դժգոհությամբ բարձրացավ վերին դստիկոնը։ «Ապարդյուն այցելություն, գուցեև իմ ձեռնարկությանց համար խափանարար հանդիպումն է», մտածեց ինքն իրեն իշխանը և ներս մտավ Սևադայի առանձնարանը։ Գարդմանա հինավուրց իշխանը նստած էր այդտեղ առանձնարանի անկյունում դրված և թավիշներով զարդարած մի տախտի վրա ծալապատիկ, սևազգեստ էր և համարիչը ձեռքին։ Նա գլուխը բարձր բռնած և ուշադրությունը լարած, ինչպես առհասարակ անում են բոլոր կույրերը, ուղղել էր դեմքը դեպի առանձնարանի դուռը։ Հենց որ ներս մտող քայլերի ձայնն առավ, ժպտալով հարցրեց. «Իշխանն է եկողը»։ «Այո, քո խոնարհ ծառան», պատասխանեց մարզպետունին և արագ քայլերով սկսավ մոտենալ։ «Եկ, իմ սիրարժան հյուր, եկ մոտեցիր ինձ, ես չեմ կարող քեզ ընդառաջել, Աստված զրկել է ինձ այդ ուրախությունից, եկ և գրկիր ինձ»։ Այս խոսքերի հետ նա բացավ յուր գիրկը, և մարզպետունի իշխանը, որ արդեն մոտեցել էր, ջերմագին գրկախառնվեցավ նրան։ Սևադան սեղմեց նրան յուր կրծքին, համբուրեց մի քանի անգամ և հեկեկալով ասաց. «Կերպարանքդ չեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս միացած է հոգուդ, և նա ինձ շշնջում է, թե սիրտդ խռոված է Սևադայի դժբախտությամբ, և թե աչքերդ արդեն արտասվում են»։ Եվ իրավ, մարզպետունի իշխանը չկարողացավ զսպել իրեն։ Սևադայի գրկում արդեն նա փղցկեցավ և լուռ անմռունչ արտասվում էր։ Այդ մարդը, որ արտաքուստ այնքան զորեղ և աննկուն էր երևում, մի նորատի կնոջ չափ փափուկ սիրտ ուներ։ «Նստիր այստեղ, ինձ մոտ, քաջ եղիր, արհամարհիր ճակատագրի հարվածները, միայն թե նստիր, սիրելիս, խնդրում եմ, միայն թե մի արհամարհիր երբեք առաքինությունը, աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չէ մնում, անշուշտ, Սևադան էլ է գործել այս պատժին արժանի մի հանցանք»։ «Չէի սպասում, թե այդքան դառը խոսքերով ինձ կընդունես», նկատեց մարզպետունին դիտմամբ, որպեսզի ստիպեր յուր դժբախտ հյուրընկալին փոխել զրույցի տխուր եղանակը։ «Չէ, բարեկամ, դառնություն չի կարող լինել իմ խոսքերում, քանի որ քո գալուստը լցրել է իմ սիրտը ուրախությամբ,
Եվ այսպես, Գևորգ իշխան, դու ուրեմն ինձ մոտ ես, իմ տանն ես, մենք դարձյալ միասին ենք, ախ, ինչպես ուրախ եմ ես, տունդ, ընտանիքդ, որդիդ առողջ են բոլորը, գոռը անշուշտ մեծացել է, սուր և վահան է կրում, այո Տեր, այո, քո բարի օրհնությամբ, Աստուծո օրհնությամբ, և բոլորն այժմ գտնվում են Երազգավորսում, ոչ, Գառնիում են, Թագուհու մոտ, Թագուհու, իմ Սահականուշի։ Այդ րոպեին Սևադա իշխանի դեմքը վայրկենապես այլայլվեց, կարծես թե հանկարծ մի սուր ցցեցին նրա թոքերի մեջ, բայց իսկույն էլ իրեն զսպելով, նախկին հանգիստ կերպարանքն առավ և շարունակեց. Իմ Սահականուշն էլ առողջ է, այնպես չէ։ Այո իշխան, ես նրան շատ առողջ թողեցի Գառնիում։ Շատ առողջ, դա լավ է, շատ լավ է, ես չէի կարծում, ընդհատելով պատասխանեց Սևադան, կարծես թե չկամենալով, որ մարզպետունին այդպիսի լուր հաղորդեր իրեն, որովհետև ծանր էր գալիս նրան լսել, թե յուր Սահականուշը առողջ է այնպիսի մի ժամանակ, երբ նրա հայրը և եղբայրը կուրացած նստած են գարդմանում։ Չէ՞ որ այդ դժբախտության հանդիպել էին նրանք նույնիսկ այդ Սահականուշի երջանկության արգելքները բառնալու պատճառով։ Հազվագյուտ են աշխարհում այնպիսի մարդիկ, որոնք իրենց կոչման վերաբերյալ մի որևէ պարտավորություն բարեխղճաբար կատարելուց ետ, եթե մանավանդ այդ պարտավորությունը լինում է բոլորանվեր մի անձնազոհություն, չպահանջեին, որ մարդիկ անմոռաց պահեն հիշողության մեջ իրենց արածը, կամ էլ հավիտյան երախտագետ լինեն իրենց։ Մեծամասնությունը, ընդհակառակը, անում է այդ պահանջը նույնիսկ յուր հասարակ պարտավորությունները բարեխղճաբար կատարած ժամանակ։ Եվ կարծես հենց մարդկանց այդ բնական ցանկությունը խեղդելու համար է, որ աշխարհում ընդհանրապես ոչ միայն երախտագետ չեն լինում անձնվեր մարդկանց, այլև նրանց ծառայությունը փոխարինում են միշտ սև ապերախտությամբ։ Սևադա իշխանի համար ծանր էր արդարև հավատալ, թե Սահականուշը կարող էր մի վայրկյան անգամ հոգվող խաղաղություն ունենալ այն օրից ետ, որ յուր հայրը և եղբայրը կուրացել էին յուր պատճառով, թե նա կարող էր ժպտալ, ծիծաղել, ուրախանալ, թե ամեն առավոտ ծագող ոսկեշող արևի ճառագայթները չէին համակիլ նրա սիրտը տխրությամբ, հիշեցնելով նրան, որ յուր հայրը և եղբայրը զրկված են այդ ճառագայթներից հավիտյան։ Ահա այդ պատճառով նրա վրա անախորժ տպավորություն արավ մարզպետունու այն պատասխանը, թե Սահականուշին շատ առողջ թողեցի Գառնիում։ Բայց Գևորգ իշխանը ոչ մի հուզման նշան չնկատեց Սևադայի վրա։ Նրան զբաղեցնող այդ րոպեին Սևադայի հոգեկան աշխարհը չէր, այլ այն միտքը, թե ինչ պիտի պատասխանե իշխանին, եթե նա յուր այստեղ գալու մասին հարցնե։ Արդյոք սուտ պատճառներ հորինե, թե անկեղծությամբ խոստովանե ամեն բան։ Եվ ահա նա դեռ այդ վարանման մեջ էր, որ Սահակ իշխանն ասաց. «Մի լավ սովորություն կա մեր ժողովրդի մեջ, իշխան. երբ հեռու երկրից մի հյուր է գալիս դրանց մոտ, չեն հարցնում ոչ անունը, ոչ գյուղը և քաղաքը, որտեղից գալիս է նա, ոչ էլ գործը, որի համար եկել է, մինչև որ մի հարուստ ճաշով կամ ընթրիքով չեն հյուրասիրում նրան։ Այդ սովորությունը յուր շահավոր պատճառներն ունի, որոնք քեզ հայտնի են։ Բայց ես այժմ հյուրասիրական այդ պարտավորության պատկառ մնալ չեմ կարող։ Առաջին, որ մենք օտարներ չենք, և շատ տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չկամենայինք տեղեկություն առնել միմյանցից այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են մեզ։ Եվ երկրորդ, այն օրից ի վեր, որ այս դժբախտությունն ինձ պատահեց, ես դյուրագրգիռ և անհամբեր եմ դարձել։ Անհամբեր։ Ինչ է, չես զարմանում։ Կույրը իրավունք ունի անհամբեր լինելու, բայց ես այդպես եմ, և ինձ թվում է, թե դրա պատճառն այն է, որ իմ հոգին աշխույժ և աննկուն է դեռ, ուստի իմ անգործունեությունն ավելի ևս գրգռում է իմ մեջ գործելու եռանդը։
Այո, այդ օրից ի վեր ասում եմ, ես անհամբեր եմ դարձել։ Ուրեմն ասա, սիրելի իշխան, ինչ դիպված, ինչ պատահար բերավ քեզ իմ ամրոցը, և այն, այս տարաժամին։ Անշուշտ քեզ առաջնորդել է դեպի իմ տունը մի բարի նպատակ։ Մարսպետունի իշխանին գիտեմ, չեն զբաղեցնում անձնական գործերը։ Հայրենիքն ու նրա ցավերն են, որ ուժ կամ հուսահատություն են բերում նրա վրա։ Այժմ ասա, ինչ ցավ դարմանելու համար ես շնորհ բերել մեզ մոտ։ Գևորգ իշխանի տխրամած դեմքը պայծառացավ։ Կարծես թե Սևադան յուր ձեռքը պարզելով դուրս հանեց նրան մի խավար չտին անդունդից։ Իշխանի խոսքերը բացին նրա առաջ փակված ճանապարհը, և նա որոշեց ազատորեն խոսել։ Շնորհակալ եմ, տեր իշխան, որ այդքան լավ կարծիք ունիս իմ մասին։ Դու արդեն գուշակեցիր իմ գալստյան պատճառը և լավ ասացիր, թե անձնական գործերը ինձ չեն զբաղեցնում։ Այո, անձնական գործի համար չեմ այժմ գարդմանում։ Իշխան, երկիրը դարձյալ տագնապի մեջ է։ Թշնամիների հարձակման համար դարձյալ մեր հարազատները ճանապարհներ են պատրաստում։ Ես եկել եմ քո օգնությունը խնդրելու առաջիկա ընդհարումների առաջն առնելու համար։ Իմ օգնությունը։ Իշխան։ Այո, քո օգնությունը։ Դու առողջ աչքեր ունիս, տեր Մարսպետունի։ Անկարելի է, որ ճանապարհից մոլորված լինիս։ Ժպտալով պատասխանեց Սևադան։ Իշխանի այդ հեգնությունը խոցեց Մարսպետունու սիրտը, բայց նա չվրդովվեցավ։ Եթե մինչև անգամ զուրկ լինեի այդ պիտանի զգայարանքից, այնուամենայնիվ կարող էի դարձյալ իմ հոգվու աչքերով գտնել այն ճանապարհը, որ հանում է դեպի գարդմանային աստուն և հայրենասեր իշխանի դղյակը։ Ես գուցե շատ անգամ մոլորվել եմ ճանապարհից, բայց այս անգամ ճիշտ հասել եմ այնտեղ, ուր որ իմ ցանկությունն ու սրբազան պարտքը առաջնորդում էին։ Գարդմանաիշխանը խելազուրկ մարդ չէ, այո, և դու չէիր հավատալ, եթե ես այդ անունը տայի ինձ, բայց նա իշխան այլևս հայրենասեր չէ։ Մի պատվիր նրան այդ անունով։ Բայց նա չի կամենալ, որ հայոց արքայական գահը վտանգվի։ Ես դա հաստատ գիտեմ, և եթե ինքդ իսկ հակառակը պնդես, ես չեմ կարող հավատալ։ Սևադան, այժմ մի չարագործ է իշխան, հավատա ինձ։ Ոչ, նա միայն վրդովված է, նա սրտմտած է հարազատի անիրավության դեմ, բայց նա այդ ժամանակավոր զայրույթի պատճառով չի պատժիլ հայրենիքը, զլանալով նրա ծառաներին յուր իմաստուն խորհուրդները։ Խորհուրդնե՞ր։ Դու ինձ մոտ խորհրդի ես եկել, իշխան։ Կարծես զարմանալով հարցրեց Սևադան։ Այո, տեր իշխան, այո։ Ցլիկ ամրամը, ուտիքի վերակացուն, ապստամբել է արքայից։ Բոլոր ուտիքը, Արցախու և Գուգարած մեծ մասը զենք են բարձրացրել իրենց թագավորի դեմ։ Եկա խորհուրդ հարցնելու հինավուրց զորավարից, թե ինչ միջոցներ գործ դնենք, որպեսզի կարողանանք ճնշել այս ապստամբությունը առանց եղբայրասպան կռիվ մղելու։ Դու ծաղրում ես ինձ, իշխան, լրջությամբ հարցրեց Սևադան։ Ինչպես կհամարձակվիմ։ Լսիր, տեր Մարսպետունի, ես իրավունք չունիմ ստիպել քեզ բանալ քո սիրտն իմ առաջ։ Դու հայրենիքիդ նվիրված մարդ ես, քո թագավորի հավատարիմ պաշտոնյան ես։ Սևադան պարտավոր է քեզ հարգել։ Ես չեմ նեղանում մինչև անգամ, որ դու ազատորեն չես կշտամբում ինձ, թե ինչու միացել եմ ես Ցլիկ Ամրամի հետ։ Քաղաքավարությունը գիտեմ, օտարունակություն չէ Մարսպետունյաց նախարարական տան ժառանգի համար։ Բայց Սահակ Սևադան իրավունք չունի ծածկել յուր գործերը։ Գարդմանատերը չի կարող յուր թշնամությունը բարեկամությամբ վարագուրել։ Ես, այո, Ցլիկ Ամրամի հետ եմ։ Դու այժմ թեպետ քո անձնական բարեկամի, բայց քո թագավորի թշնամու տանն ես։ Խոսիր ինձ հետ ինչպես արքայի հակառակորդի հետ։ Դրա համար ես միայն կարող եմ շնորհակալ լինել քեզ։ Մարսպետունի իշխանը
Հանգիստ շունչ քաշեց։ Նա կարծես թեթևացավ յուր սիրտը ճնշող ամենավերջին ծանրությունից էլ։ Եվ այդպես ուրեմն Գարդմանատերը ապստամբների հետ է, հարցրեց իշխանը խաղաղ ձայնով։ Ոչ թե միայն ապստամբների հետ է, այլև նա ինքն է այդ ապստամբությունը վառել, բորբոքել։ Այդ անկարելի է։ Չարիքը գուցե յուր ետևից տարել է սրտմտության վառված Սևադային, բայց Սևադան ինքը այդ չարիքը չէր ստեղծիլ։ Այո, ես ինքս ստեղծեցի։ Դու ինքդ։ Այո։ Պատճառը, որպեսզի իմ վրեժխնդրության ծարավը հագեցնեմ։ Բայց ինչ էր մտածում Աշոտ Երկաթը, որ կուրացնում էր Սևադային։ Միթե կարծում էր, թե մարմնոկուրությունը կարող է արգելել նրա հոգուն տեսնել ամեն օր յուր առաջ չարագործի արյունաշաղախ ձեռքերը և վրեժխնդրության բոցով չբորբոքվել։ Ինչ չարիք էի հասցրել ես նրան։ Ինչու նա իմ տեսությունը խավարեցրեց։ Ինչու ինձ դատապարտեց կենդանի մարմնով հավիտյան գերեզմանի մեջ խարխափելու։ Բայց դու իշխան, չէ՞ որ ապստամբեցիր նրանից և քեզ հետ էլ միասին բոլոր հյուսիսային գավառներն ապստամբեցրիր։ Դու սպառնում էիր պետության ամբողջությունը քայքայել։ Դու արքունական գահի պատվանդանն էիր փորում։ Միթե թագավորը պարտավոր չէր պաշտպանել աշխարհը քո փառասիրական ոտնձգությանց դեմ։ Ներիր, որ ես այս խոսքն արտասանում եմ, բայց դու սիրում ես անկեղծությունը։ Այո, այո, անկեղծ եղիր։ Իշխանազն մարդուն անվայել է կեղծավորության գրգլյակներով ծածկվիլ։ Բայց աշխատիր, որ անկեղծության անժույժ եռանդը մինչև զրպարտության սահմանները չտանե քեզ։ Զրպարտություն։ Աստված մի արասցե։ Այո, դու ինձ զրպարտեցիր հենց այս վայրկյանին։ Ինչպես։ Ինչպես, ասա, ես ներողություն կխնդրեմ։ Ասացիր, որ քո թագավորը պաշտպանում էր աշխարհը իմ փառասիրական ոտնձգությանց դեմ։ Այո, ասացի։ Դու անարգեցիր նախկին հաշտության ժամանակ տված քո երդման գիրը և երկրորդ անգամ ապստամբեցար։ Միթե փառասիրությունը չէր մղում քեզ դեպի այդ օրինակ ուխտադրժության։ Շատ ուրախ եմ, որ կարողանում ես այդպես անկեղծորեն խոսել։ Տանել չեմ կարող երկչոտ մարդկանց, բայց միևնույն ժամանակ տխրում եմ, որ այդքան անծանոթ ես դու ճշմարտությանը։ Անդարմանելի մի վիշտ է սա ինձ համար։ Ես չեմ վշտանում, որ հայոց աշխարհն այդ կարծիքն ունի իմ մասին, բայց վշտանում եմ, որ արքունիքի ամենամոտ անձը, Աշոտ թագավորի մտերիմը, մարզպետունյաց Գևորգ իշխանը նույն կարծիքն է պաշտպանում։ Եվ ուրեմն Սևադան ապստամբել էր այն ժամանակ թագավորի դեմ յուր փառասիրական ձգտումներին հետևելով։ Միթե պիտի զարմանամ, եթե հայոց ազգի պատմությունը գրող վարդապետներն էլ անարգանած այդ դրոշմը դնեն իմ հիշատակի վրա։ Օ, իշխան, ծանր, շատ ծանր զրպարտություն է սա։ Ինչն էր ուրեմն քո այն ժամանակվա առաջին և երկրորդ ապստամբությանց պատճառը։ Ինչը։ Ախ, այո, այդ պիտի հարցնես։ Այդ դու պարտավոր ես իմանալ, եթե դեռ չգիտես։ Բայց ամենից առաջ ասա ինձ. կկամենայի ես դժբախտացնել իմ հարազատ դստերը, որ հայոց թագուհին էր և որին սիրում էի ես ավելին, քանի բզույկ աչքերի լույսը։ Ոչ։ Կկամենայի խռովել նրա հանգստությունը, նրա արքունիքը և վերջապես վտանգել իմ թագավոր Փեսայի գահը։ Միթե անձնասպանության հավասար մի հանցանք չէր լինիլ դա ինձ համար։ Անշուշտ, մենք էլ հենց դրա համար էինք զարմանում, որ Սևադա իշխանը ապստամբության դրոշ էր պարզում յուր դստեր և Փեսայի դեմ։ Եվ դրա պատճառն էլ իմ փառասիրական ձգտումներն էիք համարում։ Ուրիշ բան մտածել չէինք կարող։
Լավ, ուրիշ ինչ փառքեր ինձ հարկավոր։ Աղջիկս թագուհի, փեսած թագավոր, ինքս գարդմանում ազատ, հարուստ և զորեղ իշխան։ Միթե իրավունք ունեի այս բոլորից հետո մի ուրիշ պահանջ անել իմ բախտից։ Հարկավ ոչ։ Եվ վերջապես, միթե Սահակ Սևադան մի հասարակ զինվորի չափ էլ հայրենասիրություն չուներ։ Միթե ես անծանոթ էի իմ ազգի պատմության և չգիտեի, թե որպիսի թանկ զոհաբերության գնով ձեռք բերվեցավ Բագրատունի թագավորության գահն ու թագը, որ ես թույլ տայի ինձ փառասիրության ձգտումներով այդ գահի հաստատությունը խախտելու։ Բայց ի՞նչն էր վերջապես այն ժամանակվա քո ապստամբության պատճառը։ Իմ ապստամբության պատճառը։ Ախ, այո, դա նույնպես կարող ես հարցնել։ Այժմ այլևս ծածկելու կարիք չկա։ Բայց կարծեմ այդ մասին դու շատ բան գիտես։ Դեռ ոչինչ չգիտեմ։ Ոչինչ չգիտես, ուրեմն լսիր։